Բարի երեկո, Ազատության ուղիղ եթերում լուրերի թողարկումն է։ Առաջիկա րոպեներին դիտեք։ Չլինի, որ բարեկրթության, միակ հետաքրքրության կողմը ես մնամ այս դահլիճում։ Ընդդիմություն իշխանություն կսմիթները շարունակվում են։ Չունենանք պոետիկ երեկոներ, բայց թե փողետ շահ չունի Հայաստան, թքալ են քուալ փողի դալ վրա։ Հայաստանը ստեղծում է անտեղի խնդիրներ։ Իշխանությանը չեն անհանգստացնում հապկի զգուշացումները։ Թե ինչ կլինի ապագայում, կթողնենք դա ապագայում։ Կալանավորված Արեգ Նազմանուկյանը շարունակվում է զրկված լինել 13-ամյա դստեր հետ շփումից։ Գյումրի Կարս երկաթգծի նախագծի մրցույթ է հայտարարվել։ Պատերազմին դեմ արտահայտվող Յաբլոկոյի վերաքննիչ բողոքն էլ մերժվեց, ընդդիմադիր կուսակցությունը չի նահանջում։ Իշխանություն ընդդիմություն բարեկրթության պայմանավորվածությունը ճաքեր է տալիս, այսօր էլ փոխադարձ կսմիթների պակաս չի եղել, տեղ-տեղ թաքնված սպառնալիքներով։ Տեսնենք ինչպես նորընտիր պատգամավորները բոքսի տանձիկից մինչև Տիգրան Կարապետիչի ԱԼՄ հասան։ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Հայաստան խմբակցությունը առաջադրեց դաշնակցական պատգամավոր Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։ Ընդդիմադիր երկրորդ ուժը ստորենքի միայն մեկ հանձնաժողովում նախագահ առաջադրելու իրավունք ունի։ Եվ այս առումով կարծում եմ, որ Լիլիթ Գալստյանը շատ օգտակար դերակատարություն կունենա հատկապես այս շատ դժվարին իրավիճակում։ 8-րդ գումարման խորհրդարանում այս հանձնաժողովի ղեկավարումը դարձյալ ստանձնել էր ընդդիմությունը, սակայն հետագայում քաղաքացիական պայմանագիրը այն ժամանակվա նախագահ Թագուհի Թովմասյանին հեռացրեց պաշտոնից, պատճառաբանելով, թե նա չի մասնակցել ազգային ժողովի խորհրդի նիստերին եւ թերացել է հանձնաժողովի աշխատանքները ղեկավարելու հարցում։ Դրանից հետո հանձնաժողովը փաստացի ղեկավարում էր փոխնախագահը, ՔՊԱ-ական Ռուստամ Բաքոյանը։ Այժմ ընդդիմությունն առաջադրելու թեկնածուներ ինչպես նախագահի, այնպես էլ փոխնախագահի պաշտոնների համար։ Իրականում շատ էր մեծ գայթակղությունը ներկայացնել մեր այս հանձնաժողովի նախագահի պաշտոնում Արթուր Սարգսյանին, բայց մեր գործընկերը ասաց, որ ավելի լավ է գործնական հանձնաժողովի նախագահ լինի, որտեղ ինքը զրկված է լինելու հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարել, իսկ հիմա Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությունը օդ ու ջրի պես անհրաժեշտություն է։ Օրվա առաջին կեսին պատգամավորները քննարկում էին կրթության հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊԱ-ական Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։ Ընդդիմադիրների հարցերը տարբեր ոլորտներից էին։ Օրինակ, Հայաստան խմբակցությունից Գեգամ Մանուկյանը հետաքրքրվեց, թե ինչ փուլում են 2022-ին ֆուտբոլի ֆեդերացիային հատկացված 5 միլիարդ դրամով 4 խաղադաշտերի կառուցման աշխատանքները։ Ընդ որում, այս գումարի կեսն ըստ ընդդիմադիր պատգամավորի ֆեդերացիային փոխանցվել է 4 տարի առաջ։ Որքանավոր ես եմ տեղյակ, այդ գումարը երբևէ ոնց է կոչվում Գանձապետարանի հաշվի համարից դուրս չի եկել եւ չի գնացել ֆեդերացիայի հաշվին։ Պատճառները մի քանիսն են, երկուսը գիտեմ մոտապես, որտեղ ֆեդերացիան որտեղ մատադրել է, որ ուզեցել է կառուցի, բարձվել է նախկին մարզպետի կամ քաղաքապետի ապօրինի գույքն է։ Գնացել է, ուզեցել է կառուցի, դատախազությունն եկել ասել է բարև ձեզ, այս գույքը նախկին մարզպետն է, քաղաքապետն է, պատգամավորն է, նախարարն է, իրանց ամբողջ գույքն է։ Շարունակելով ՔՊԱ-ական պատգամավորն այդուհանդերձ շեշտեց, 4 խաղադաշտերից մեկը կառուցվում է, ավելին ավարտական փուլում է։ 3 րոպեվա մեջ Հարություն Աշյան տարբեր բան ասեցիք։ Եթե ասում եք մի մարզադաշտը գրեթե պատրաստ է, բայց դրա փողը որտեղ է։ Եթե ասում եք գանձապետական հաշվին է, նա գանձապետական հաշվին չի։ 22 թվականի դեկտեմբերից հետո 23 թվականի հունվարի 30 օրվա մեջ փողը փոխանցվել է ֆուտբոլի ֆեդերացիային։ Երկրորդը, որ էլի նախկիններին եք մեղադրում, մումնատ գալու դեպքում կառավարության աշխատակազմի ղեկավարին, եթե կառավարությունը նախագիծ է սարքում որոշման ու նշում է այս մարզադաշտերը, փողն է միանգամից տալիս է, բայց չեր ուսումնասիրել այդ մարզադաշտը ումն է։ Բոլոր բուհերի կառավարման խորհուրդները գտնվում են ՀՀԿ-ի վերահսկողության ներքո։ Բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն։ Կրթության հանձնաժողովի նախագահի թեկնածուի քննարկման ընթացքում ընդդիմադիրները քաղաքացիական պայմանագրին հիշեցրին 2018-ի նրանց առանցքային խոստումներից մեկը բուհերն ապաքաղաքականացնելու մասին։ Հիմա անցել է 8 տարի։
մտածում ենք, ասում ենք, բայց չհաղթեր այդ հեղափոխությունը։ Բայց չլիներ այս մարդը մեր երկրի վարչապետ, ու այսօր գար ու շատ հանգիստ վարչապետի որոշումներով, առանց որևէ լարվածության, Երևանի պետական համալսարանի կառավարման խորհրդի նախագահի պաշտոնից հեռացներ պաշտպանության նախարարին Սուրեն Պապիկյանին։ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի կառավարման խորհրդից հեռացներ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին, որը սահմանադրությամբ իրավունք չունի զբաղեցնել որևէ այլ պաշտոն։ Բուհերի խորհուրդներում ընդգրկված պաշտոնյաներին թվարկելուց հետո ուժեղ Հայաստանից Էդգար Ղազարյանը պնդեց. քաղաքական հայացքների պատճառով դպրոցներից ու համալսարաններից դասախոսներ եւ տնօրեններ են հեռացվել։ Ընդդիմադիր падգամավորին արձագանքելու համար ԿՊԱ-ական Արայիկ Հարությունյանն ասաց, թե ստիպված է փոխել իր պատրաստած ելույթը։ Ըստ էության չհերքելով, որ Բուհերն ապաքաղաքականացնելու ԿՊ-ի խոստումը թղթին է մնացել, Հարությունյանը փորձեց հիմնավորել, թե ինչու է այդպես ստացվել։ Մենք Բուհերի այն տրամաբանությունը, որ դրել ենք 2018 թվականին, փոխեցինք, որպեսզի Բուհերը փրկենք զավթումից։ Եվ այն մարդը, ես, ով կողմնակից էր եւ ջատագովր էր դրան, ժամանակավոր լուծում համարեց, այն ինչ որ հիմա տեղի է ունենում մեր խորհուրդներում։ Եվ ինչ հետաքրքիր սցենար է առաջարկում պարոն Հարությունյանը։ Ասում է, գիտեք, ելնելով այն կանխավարկածից, որ նախորդ իշխանության ներկայացուցիչները եւ իրենց ձեռքերը կարող էին վերցնել գիտական ուսումնական հաստատությունները, պետական բուհերը, որոշեցինք մենք դա վերցնենք, որպեսզի բուհերը չքաղաքականացվեն։ Եվ կարելի է այսպիսի պրիմիտիվ բանով մոտենալ հարցերին։ Այսօր էլ падգամավորները չմոռացան խոսել իրենց իսկ հռչակած բարեկրթության օրակարգից։ Ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ղեկավարը ռիսկ է տեսնում, որ այդ օրակարգի միակ պահպանողը կարող է մնալ ինքը։ ԿՊԱ-ական падգամավոր Գարիկ Սարգսյանն էր ամբիոնից Ռաֆայել Պատկանյանի հայերուս թուքը բանաստեղծությունն ընթերցել ու հարուցել Նարեկ Կարապետյանի վրդովմունքը։ Այնպես չլինի, որ բարեկրթության, նորմալ աշխատանքային հարաբերությունների միակ հետաքրքրության կողմը ես մնամ այս դահլիճում եւ բոքսի գնացողներ էլ կան մեր մոտ, տանձիկներ ունեցողներ էլ կան ու շատ ինքնավստահ տանձիկներ, ասեմ։ Հորդորում եմ նորմալ աշխատանքային զրույց ունենանք այստեղ, չունենանք պոետիկ երեկոներ Տիգրան Կարապետյանի ԱԼՄ-ի ֆորմատով։ Եթե ինչ-որ բան ասում եք, այս դահլիճում նույն ճշգրիտ նույն վերաբերմունքը ստանալու են իրանք, ձեզ հարց տվողը, եւ այն մնացածը էլ չշարունակեն։ Խորհրդարանական բարեկրթության սահմաններում քննարկումները վաղն էլ կշարունակվեն։ Մի պաշտոնյայի դռնից մյուսը, Արարատի մարզից վերջին օրով բանակ զորակոչված Նարեկի հարազատներն այսօր պաշտպանության նախարարության առջև էին, պարզելու ինչպես երկու անգամ նույն հիմքով տարկետում ստացած երիտասարդին, որը նաև խուլու համար մոր միակ խնամողն է, այս տարի բանակ տարան ու առանց որևէ պարզաբանման։ Իրավապաշտպանները հենց նմանատիպ կայծակնային հետազոտություններն են տարիներով քննադատում, երբ առողջական խնդիրներով երիտասարդները զորակոչվում են, իսկ բանակում հաճախ դրանք սրվում են բառիս ամենատարբեր իմաստներով։ Զանգեց ասես 15 րոպեից տանում ենք, թղթերս վերցրեք եկեք, տենց բան չենք սպասում։ 20-ամյա Նարեկ Թադևոսյանի քույրն ահազանգում է առողջական խնդիրներով եղբորը, որ նաև խուլու համար մոր միակ խնամողն էր, շաբաթ օրը հափշտապ առանց նույնիսկ պատրաստվելու բանակ են տարել։ Այսօր պաշտպանության նախարարության առջև էր Նարեկի քրոջ ընտանիքը։ Չէ, շաբաթ օրը կանչի ու տարել են, ասենք նույն օրը պահվեսք են տվել, տալ են, ոչ մի աշխատանքային օր չի ելել, բան չի ելել, մատ տարբերակ տան ինչ-որ բանով զբաղվել, ինչ-որ հարց լուծել, ոչ աշխատանքային օրով է տարել են ու շաբաթ օրվանից մինչև այսօր զանգում թեժ գծով չեն պատասխանում։ Նարեկը խուլու համար հաշմանդամության 2-րդ աստիճանով մոր հետ վագոն տնակում էր ապրում Նիզամի գյուղում։ Քրոջ ամուսինը Ռոբերտ Շադյանը պատմում է, երկու անգամ առողջական խնդիրների պատճառով տարկետում էր ստացել։ Նարեկը բազմաթիվ առողջական խնդիր ունի, ճնշում ունի, մի քիչ այդ հոգեկանի հետ կապված խնդիր ունի, որ ոնց եմ դժվար է հասկանում, ասենք որ տեղ թողենք ճանապարհից ճանապարհ չի կարողանա գնա, չի կարող, այդ մարդը չգիտեմ ոնց այն կապիտանի համարվե, ոնց են տարել բանակ։ Պնդում է Արտաշատի զինկոմիսարիատից նրան բուժզնման են կանչել ու ամեն ինչ ավարտել մեկ օրում։ Մի օրում տես լինում է բարձել։ Մի օրը հերիք է։ Առողջական հարցերից բացի հաշմանդամությամբ ապրող մոր խնամքի հարցն է։ Նարեկն էր օրավարձով յոլատանում տունն ու հոգում չլսող, չխոսող մոր հարցերը։ Նարեկը այն որ օրվա աշխատածով տունը պահում է, էլի, կողքից օգնող ձեռ չունեն, ոչ էլ
ինչ որ բարեկամ կա, որ հստակ ստաբիլ կարա տանի պահի իրան։ Այդ է խնդիրը։ Խուլ համր մարդ է, այնտեղ գազի խնդիր կարալնի, տունը լույսը, 1000 հարցա։ Արդեն երկրորդ օրն է, ես էլ աշխատանքի չեմ գնում, ստիպված իր մորն եմ խնամ, մինչև հարցերը հասկանանք ոնց է լինում։ Մարդը ոչ կարա աշխատի, ոչ խնամակալ ունի, յանը մենակ կարող թողենք, եթե կորի, ասենք, եթե տուն չգա։ Ու չկարողանանք գտնենք։ Արտաշատի զինկոմիսարիատում ըստ Ռոբերտ Շադյանի ասել են թող քույրը խնամի, առանձին ապրող բազմազավակ մայր է։ Քույրն է ունի տունը 5 հատ անչափահաս, 3 հատ թոշակառ, հեսա 6-րդն է կծնվի, քերոջը առողջականն է, սպայն լավ չի, նույնիսկ ինքը չի կամ երկար ոտիվականի, կոմպյուտեր ասած մեկն է լինի իրան խնամի, ասենք հնարավորություն չկա, տարբերակ չունենք։ Անակնկալ նորակոչիկ դարձած Նարեկի քրոջ ընտանիքն այսօր փոքրիկներով լի մեքենայով սկզբում Արտաշատ էին գնացել, հետո Երևան պաշտպանության նախարարություն, հետո Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, բոլորովին անտեղյակ, թե օրենքն ինչ է նախատեսում այս իրավիճակի համար։ Պետք է հստակեցնել, թե արդյոք առողջական վիճակը անձի, զինծառայողի այս դեպքում արդեն քանի որ զորակոչվել է, փոփոխված է եղել այն աստիճան, որ փոփոխվել է նաև պիտանիության մասին որոշումը։ Իրավապաշտպան Նազելի Մովսեսյանն ասում է, շատ է նահազանգերը, երբ զորակոչի վերջին օրը զորակոչիկի առողջական վիճակի վերաբերյալ անակնկալ այլ որոշում է կայացվել։ Եվ այս դեպքում պետք է հասկանալ, 2 անգամ նույն առողջական խնդրով տարկետում ստացած երիտասարդի մոտ ինչն է փոխվել, եթե բուժում չի ստացել։ Այդ խնդիրները ծառայության ընթացքում հնարավոր է խորանան, ինչ վերաբերում է ընտանեկան հանգամանքներին։ Այն անձինք, ովքեր ունեն 65 տարին լրացած ծնողներ կամ միայնակ ծնող, ովքեր ունեն ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող ծնողներ, կամ դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչված ծնողներ, այդ դեպքում նման անձանց չեն զորակոչում զինվորական ծառայության, եթե այդ ծնողները չունեն այլ զավակ։ Սա այն դեպքն է, որ կոնկրետ նշված դեպքում անձին չի վերաբերել օրենքի այս դրույթը։ Սակայն օրենքում կա դրույթ չնախատեսված դեպքերի համար, որից կարող էր օգտվել այս ընտանիքը, շեշտում է իրավապաշտպանը։ Եթե անձինք օրինակ հանդիսանում են իրենց ծնողների միակ խնամողը, այսպես ասած, նրանց հետ այլ անձ չկա, ով հոգ կտանի ծնողի կամ ծնողների մասին իրենց բացակայության ընթացքում, հնարավոր է նման դեպքերը նախարարության կողմից, կառավարության կողմից դիտարկվի եւ տրամադրվի տարկետում։ Կարծում եմ կարելի էր օգտվել նման հնարավորությունից, հաշվի առնելով, որ զինծառայողի մայրը փաստացի ունի նման առողջական խնդիրներ եւ ինքն իր մասին ամբողջությամբ չի կարող հոգ տանել հանդիսանալով խուլ ու համր անձ։ Իդեալական կլիներ, եթե ընտանիքն այս հնարավորության մասին տեղեկանար հենց զինկոմիսարիատում, ասում է Նազելի Մովսեսյանը։ Պաշտպանության նախարարությունից այս կայծակնային զորակոչման վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք, արձագանք առայժմ չունենք։ Քննչական կոմիտեն այսօր հայտնեց, որ 4 օր առաջ մահացած զինվորի գործով մեղադրյալ կա զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու հոդվածով, բայց ոչ դեպքի մանրամասները, ոչ մեղադրյալի ով լինելը չի բացահայտվում, միայն փոխանցում են, որ նա կալանավորված է։ Զինված ուժերում ոչ մարտական պայմաններում զոհերի մասին խոսելով վարչապետ Փաշինյանը մի քանի օր առաջ ասել էր, որ կադրային փոփոխություններ կլինեն, մասնավորապես պաշտպանության նախարարության կազմում գործող ռազմական ոստիկանությունում։ Եվ այսօր Աշոտ Զաքարյանին փոխարինեց 1 տարի առաջ ոստիկանապետի պաշտոնից հեռացված Արամ Հովհաննիսյանը։ Հովհաննիսյանը ոստիկանապետի պաշտոնում աչքի ընկավ հատկապես վարչապետի հրաժարականի պահանջով Բագրատ arczepiskopos Գալստանյանի փողոցային պայքարի ժամանակ, երբ ոստիկանությունը Զարյա 3 այդ ժամանակ արգելված հատուկ միջոց կիրառեց մայրաքաղաքի Բաղրամյան, Դեմիրճյան փողոցների խաչմերուկում հավաքված մասնակիցների նկատմամբ։ Բայց դրանից հետո Հովհաննիսյանի գործողությունները չքննվեցին, նա դեռ 1 տարի էլ պաշտոն ավարեց, հիմա փաստորեն նոր պաշտոն է ստանում։ Մինչ Մոսկվան, ԵՏՄ, Եվրամիություն ընտրության հարցով գնդակը Երևանի որոշման դաշտ է նետում, հապքում Հայաստանի հետագա մասնակցության վերաբերյալ որոշումը ռազմական դաշինքի անդամներին է վերապահում։ Նախօրեին կրկին բարձրացրել են անդամավճարի հարցը, որը ադրբեջանական հարձակումից դժգոհ Երևան արդեն 2 տարի չի մոծում։ Չստանալու դեպքում նորից սպառնացել պատժամիջոցներով։ Պաշտոնական Երևանին նախորդ մի քանի զգուշացումները չեն անհանգստացրել, արդյոք եղել է տեսակետի փոփոխություն։ Արտաքին կողմնորոշման հարցով հանրաքվեի պահանջին զուգահեռ Ռուսաստանը նաև ակտիվացրել է
Հապկի հարցով Հայաստանի նկատմամբ ճնշումը բարձրաստիճան տարբեր պաշտոնյաների շուրթերով պարբերաբար հիշեցնելով Երևանին, որ հնարավոր է պատժամիջոցներ կիրառվեն։ Փոխարտգործնախարար Գալուզինի զգուշացումից հետո նախորդին էլ Հապկի գլխավոր քարտուղար Թալատբեկ Մասադիկովն է հայտարարել, թե չնայած Հայաստանը համարվում է դաշնակից, այդ կառույցին Երևանի հետագա մասնակցության վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետում։ Հապկում մասնավորապես ակնարկում են, որ Հայաստանի հարցը կարող է քննարկման դրվել առաջնորդների մակարդակով կառույցի առաջիկա նիստին, որ նոյեմբերին Մոսկվայում է տեղի ունենալու։ Թե ինչ մեկնաբանություններ են հնչում կամ ակնարկներ են հնչում, դրանց չեմ մեկնաբանելու։ Մեր դիրքորոշումն հետևյալն է, որ մենք սառեցրել ենք մեր անդամակցությունը Հապկին պայմանավորված այն հանգամանքով, որ Հապկը չի կատարել իր պարտավորությունները Հայաստանի Հանրապետության նկատմամբ ունեցած, Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքների վրա հարձակում է տեղի ունեցել եւ Հապկը գործնականում չի ճանաչել Հայաստանի Հանրապետության այն սահմանները, որոնցով Հայաստանի Հանրապետությունը անդամակցել է Հապկին։ Այս թնջուկը դեռևս ցավոք սրտի լուծված չէ։ Ներողություն, իսկ թե ինչ կլինի հետո նիստերի ընթացքում ինչ որոշումներ կկայացվեն, ինչ քննարկումներ կլինեն առաջիկայում, ապա մենք որպես պետություն կարձագանքենք այդ քննարկումներին եւ որոշումներին ըստ այդմ։ Մոսկվան վկայակոչում է Հապկ կանոնադրության հոդվածը, որը նախատեսում է որևէ երկրի անդամակցության դադարեցում առանց նրա ձայնը հաշվի առնելու, եթե պարտավորությունների չկատարումը շարունակական է։ Իսկ Հայաստանը նիստերին չմասնակցելուց բացի նաեւ անդամավճարը չի մուծում։ ՀԱՊԿ կանոնադրությունը միջազգային պայմանագիր է եւ պետք է բարեխղճորեն կատարվի դրա բոլոր անդամների կողմից։ Երևանի հրաժարումը կազմակերպության աշխատանքներին մասնակցելուց եւ բյուջեի վերաբերյալ ամենամյա որոշումները չստորագրելը նշանակում է միայն իր իրավունքի չօգտագործում, սակայն չի դադարեցնում Հայաստանի ազգային անդամավճարը ժամանակին փոխանցելու պարտավորությունը։ Կառավարող քաղաքացիական պայմանագրի падգամավոր Արթուր Հովհաննիսյանը մինչդեռ որ հիշեցնում է 2021-22 թվականներին Հայաստանի վրա հարձակումներն ու Հապկի լռությունը, ասում է Երևանում մտահոգված չեն, եթե իրադարձությունները զարգանան պատժամիջոցների սցենարով։ Դե ֆակտո մենք որևէ հարաբերություն, հողի վրա գործնականում Հապկի հետ չունենք, այսինքն Հապկը չի մեր անվտանգության երաշխավորը, որևէ բան լինելու դեպքում Հապկը չի որ պետքա գա, արդեն փորձը ցույց է տվել ապահովի մեր անվտանգությունը, դրա համար արդեն իսկ մենք ձեր ասած կոնտեքստի մեջ ենք, երբ որ մենք դե ֆակտո անդամ չենք մի կառույցի, գործնականում որևէ հարաբերություն չունենք, բայց ապահովում ենք մեր անվտանգությունը, զարգացնում ենք մեր պաշտպանական ունակությունները։ Թե ինչ կլինի ապագայում, կթողնենք դա ապագային։ Միաժամանակ Հայաստանը այս ընթացքում չի նախաձեռնել Հապկը լքելու գործընթաց հարցադրումներին տալով ընդհանրական պատասխաններ, թե որոշումները կկայացվեն ժամանակին։ Հայտարարում են, որ իրենք սառեցրել են հարաբերություններ այդ կազմակերպության հետ մի ռեժիմ, որը Հապկի կանոնադրությունը չի նախատեսում։ Այսինքն կազմակերպությանը անդամ երկիրը դրել է անհասկանալի իրավիճակի մեջ։ Հիմա այդ իրավիճակում կազմակերպությունը ինքն է քննարկում, նույնիսկ համարձակություն, եթե ասենք դժգոհ են Հապկից, չէ, ասենք ասում մեր սահմանները չեք ճանաչում, հարց առաջը, բայց չի դուրս չեք գալի։ Դիմում ներկայացեք, ասեք, մենք չենք ուզում այս կազմակերպել։ Ոչ էլ այդ են անում։ Այսինքն անհասկանալի իրավիճակ են ստեղծել, ճգնաժամ են ստեղծել։ Եվ առհասարակ գրեթե բոլոր միջազգային կազմակերպությունների հետ հարաբերություններում Հայաստանը ստեղծում է անտեղի խնդիրներ։ Ընդդիմադիր падգամավոր Էդգար Ղազարյանին չեն համոզել Երևանի հիմնավորումները, թե Հապկը չի կատարել պարտավորությունն ու 21-22 թվականներին զորք չի ուղարկել, պաշտպանելու դաշնակից երկրի տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի հարձակումից։ Հապկը նաև Հայաստանն է, չէ՞։ Այսինքն Հապկը ոնց պիտի ճանաչի Հայաստանի սահմանները, եթե Հայաստանը ինքը պիտի իմանա, չէ՞, իր սահման։ Հիմա ենթադրենք Ուկրաինայի եւ Բելարուսի մեջ ակնհայտ որոշակի լարվածություն կա, սահմանակից պետություններ են։ Հիմա եթե Ուկրաինան հարձակվի Բելարուսի վրա կամ ռազմական վեճ լինի, Բելարուսը իրավունք ունի դիմի Հապկին, ճիշտ է։ Հիմա Հապկին օգնություն տրամադրելու համար Լուկաշենկոն Փաշինյանից պիտի հարցնի, թե իր երկրի սահմանները որտեղ են։ Հապկը ի պատասխան Հայաստանի դիմումների հայտարարել էր, թե քանի սահմանազատված չէ հայ-ադրբեջանական սահմանը, դաշինքը չի կարող գնահատական տալ։ Հետագայում կառույցը Երևանին դիտորդական առաքելություն առաջարկեց, երբ հայտնի դարձավ, որ սահմանին տեղակայվելու է Եվրամիության մոնիթորինգի խումբը։ Հայաստանից եւ Ռուսաստանից բացի ռազմական այս դաշինքին անդամակցում են նաեւ Բելարուսը, Ղազախստանը, Տաջիկստանը եւ Ղրղըզստանը, որոնք բոլորը ջերմ հարաբերություններ ունեն Ադրբեջանի հետ։ Հայկական արտադրանքի վրա ամիսներ շարունակ կիրառվող ռուսական սահմանափակումների բացասական ազդեցությունը տնտեսության վրա արդեն
կոնկրետ թվային արտահայտությամբ կարելի է տեսնել։ Գյուղատնտեսությունն է անկում ապրել։ Արտահանումը նվազել է, գներն իջել են, իսկ գյուղատնտեսները վնասներն են հաշվում։ Ռուսաստանի տնտեսական սահմանափակումներին զուգահեռ վերջին տարիներին փոքր քայլերով ոտքի կանգնող գյուղատնտեսության ցուցանիշներն այս տարվա առաջին կեսին դարձյալ նվազել են, գրեթե 12%-անոց կրճատում կա։ Ըստ պաշտոնական վիճակագրության Հայաստանի նկատմամբ ռուսական սահմանափակումները համընկել են այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում պտուղ բանջարեղենի համեմատաբար ավելի փոքր ծավալի բերքահավաքին։ Եվ գուցե նաև այս հանգամանքն էր պատճառը, որ միրգ բանջարեղենի ներկրման սահմանափակումներն անցած ամիսներին լուրջ ցնցումներ չառաջացրեցին։ Ծիրանն օրինակ այդպես էլ չեժանացավ, սակայն առաջիկայում խաղողի բերքահավաքն է ստեղծնել նոր է հասնում։ Խնդիրներն ինչ մասշտաբների կհասնեն առայժմ հնարավոր չէ ասել, բայց Արմավիրի այգեգործներն արդեն ոտքի են ելել, պնդում են, դեղցն իրացնել չեն կարողանում։ 15 տոննա թափած ունեմ, վաղ արդեն կլինի 30 տոննա, ամեն օր կան կթանգնա, շատնա։ Ունեմ 90 տոննա դեղց, այդ 90 տոննա պիտի գետին նստեն։ Այգեգործներին 1 կիլոգրամ դեղցի համար 100 դրամ են առաջարկում։ Նյուզեեմի հետ զրույցում նրանք պնդում էին, իրենց ամբողջ տարվա աշխատանքի համար փոքր գումար է, իսկ միրգն արդեն թափվում է ծառերից։ Ես երեք պիտի հավաքեին դեղցը, չհավաքեցի։ Կներեք, երեք չառաջորդ չհավաքեցի, որտեղ ոչ մի չուզեցին դեղցը։ Ոչ մի չրագործ։ Երեք պիտի հավաքի չուզեցին։ Այսօր եմ ուզում հավաքեմ, ասма չեմ ուզում, ասма որտեղ չեմ անում։ Հավաքես, տանեմ, ինչ պետք է անեմ։ Եկել այս բա, որ խոսքի վաղն է չհավաքենք, էլ արդեն իմաստ չունի։ Արմավիրի համայնքապետի վստահեցումները, թե գործադիրը զբաղվում է այս խնդրով, այգեգործներին չեն համոզում։ Ինչ ես ասում, ռեզուլտատ չկա, ոչ չկա։ Կա ռեզուլտատ։ Իմ ապրանքը տապում է, դրա ռեզուլտատը ո՞րն է հապել է։ Դրա համար եմ եկել ստե։ Ես որ ջոգ է, ես հարցը չեմ լուծելու։ Ախպեր ես տեղ ուղակի չես եմի գնացել էի։ Արդեն փաստ է Ռուսաստանի քայլերը համընկան Հայաստանում աճած ավելի մեծ քանակի ծաղիկների հետ։ Հունվար-հունիս ամիսներին գրեթե 120 միլիոն հատ ծաղիկ են հավաքել։ Անցած տարվա նույն ժամանակահատվածում քանակը գրեթե 9 միլիոնով պակաս էր։ Լուրջ խնդիրներ ունեն նաև լոլիկ արտադրողները։ Վիճակագրությունը փաստում է, որ այլ շուկաներ գտնելու գործադիրի քայլերը ռուսական շուկան չեն փոխարինել։ Մայիսից սկսած եւ ծաղիկների եւ լոլիկի արտահանումը գումարային արտահայտությամբ ընդհանուր կրկնակի նվազել է։ Հիմա էս ինչ տենում եք, էսի արդեն բանկրոտ ջերմոցա։ Ես բանկրոտ եմ։ Պետք է մեկը լինի, որ ասի ով ինչ ունի, բերեք, խնդրեմ։ Եղբայր, այս ապրանքդ համապատասխանում է, որ Ռումինիա գնա, այս գնով համաձայն ես, այո, վсё, իշքան բերես տերնենք։ Արտահանման սահմանափակումները ծաղիկների, լոլիկի գների էական նվազման են հանգեցրել։ Ռուսական սահմանափակումների տակ հայտնված ապրանքներից նաև թարմ ձկան գինն է ապես նվազել։ Այս հուլիսին տարեսկզբի համեմատ գնանկումը գրեթե 12%-ի է հասել։ Ձկնաբույսները պարբերաբար բողոքի ակցիաներ են կազմակերպում ու ահազանգում, ծանր իրավիճակում են։ Ասենք երկրորդ ամիսն է աշխատողներին հələ սենց ոնց ասեմ չեք ուզում աշխատանքից ազատես, ասես մարդը երկար վաղտա մոտդ աշխատել է, բայց դե ասենք երկրորդ ամիսը պատտվեց արդեն։ Վերջի արտահանումը եղել է մայիսի վերջ, ինչքան հիշում եմ։ Ռուսաստանն արգելել է նաև հայկական մի շարք ալկոհոլային խմիչքների ներկրումը։ Այս շուկայում, սակայն, պաշտոնական վիճակագրությամբ գնանկում չի արձանագրվել։ Անցնող ամիսներին դրանք նույնիսկ թանկացել են։ Չնայած այս սահմանափակումներին Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն ու արտահանումների հիմնական ուղղությունը։ Այս տարվա առաջին կեսին Հայաստանից ընդհանուր գրեթե 3.5 միլիարդ դոլարի ապրանք են արտահանել։ Շուրջ 36% կամ ավելի քան 1.2 միլիարդ դոլարի ապրանք ռուսական շուկա է մտել։ Անցած տարվա համեմատ ծավալը նվազել է 4.2%-ով։ Միայն հունիս ամսին, երբ Ռուսաստանի սահմանափակումներն արդեն ուժի մեջ էին, Հայաստանից գրեթե 200 միլիոն դոլարի ապրանք է ռուսական շուկա մտել։ Նույն ամսում դեպի Եվրամիություն արտահանումները գրեթե 56 միլիոն դոլար են կազմել։ Թեև Եվրամիության հետ ապրանքաշրջանառության ծավալներն առայժմ զգալիորեն հետ են մնում, սակայն անցած տարիների համեմատ աճը շեշտակի է։ 2025-ի առաջին կիսամյակի համեմատ արտահանումները գրեթե 2 անգամ են աճել, անցնելով կես միլիարդ դոլարի շեմը կամ ընդհանուրի 15%-ը։ Հիմնական ուղղություններն են Բուլղարիան, Բելգիան, Գերմանիան, Նիդերլանդներն ու Իտալիան։ Գրեթե կրկնակի աճել են նաև դեպի Չինաստան արտահանման ծավալները, հասնելով գրեթե 530 միլիոն դոլարի կամ ընդհանուրի 15.3%-ին։ Մյուս բոլոր ուղղություններով ընդհանուր հաշվարկով ոչ միայն աճ չկա, այլ ուղիղ հակառակը։ Արտահանման ծավալները կրճատվել են երկնիշ տեմպերով։ Նույնիսկ Հարևան Վրաստան ու Իրան այս տարվա առաջին կիսամյակում ավելի քիչ ապրանք են արտահանել, քան անցած տարվա նույն
ժամանակահատվածում։ Այսպիսով ամենաթարմ տվյալներով Հայաստանից արտահանումների ամենախոշոր ուղղությունը Ռուսաստանն է, ապա Չինաստանը, երրորդ տեղում Եվրամիությունն է։ Թե կոնկրետ որ ապրանքների արտահանման հաշվին է Ռուսաստանը շարունակում առաջին տեղում մնալ, պարզ կլինի առաջիկայում, երբ պետական եկամուտների կոմիտեն ապրանքների վերաբերյալ վիճակագրությունը հրապարակի։ Եթերում Ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև Ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Կալանավորված Արեգ Նազմանուկյանը շարունակվում է զրկված լինել 13-ամյա դստեր հետ շփումից։ Գյումրի Կարս երկաթգծի նախագծի մրցույթ է հայտարարվել։ Պատերազմին դեմ արտահայտվող Յաբլոկոյի վերաքննիչ բողոքն էլ մերժվեց, ընդդիմադիր կուսակցությունը չի նահանջում։ Նախկին պատգամավոր Արեգ Նազմանուկյանի վերաքննիչ բողոքի քննության ժամկետները օրեր շարունակ չեն հստակեցվում։ Կալանավորված Մանուկյանը 1 ամսից ավելի զրկված է անգամ անչափահաս դստեր հետ շփումից։ Չնայած բարձրացած աղմուկին, փաստաբանական թիմը շարունակում է պնդել, որ այս քայլով իշխանության ընդդիմախոս Մանուկյանին պատժում են, այսպես ասած, ու չեն բացառում, որ նիստը այնքան ձգձգվի, որ նոր իրավիճակ ստեղծվի, ասենք բուն գործի դատաքննությունն արդեն սկսի եւ խափանման միջոցի հարցը դրա շրջանակներում քննարկվի։ Հենց խափանման միջոց ընտրելիս էր դատավորը սահմանափակել բացառությամբ փաստաբանների Արեգ Նազմանուկյանի մյուս բոլոր շփումները։ Գործիքակազմը հասել է ընդհանուր երեխայի միջոցով ցավացնելուն։ 13-ամյա երեխայի հետ շփումից զրկված Արեգ Նազմանուկյանը շուրջ 1 ամիս է սպասում է վերաքննիչ դատարանում կալանքի փոփոխման հարցի քննությանը։ Հույսով, որ 2 օրից օգոստոսի 19-ին դստերը գոնե զանգահարելու եւ ծննդյան օրը շնորհավորելու հնարավորություն կունենա։ Մոր հետ շփումից տևական ժամանակ զրկված երեխայի մոտ փաստաբան Տաթևիկ Սողոյանի փոխանցմամբ արդեն իսկ հոգեբանական խնդիրներ են առաջացել, ինչն արձանագրել էր հենց մասնագետը։ Մարդու իրավունքների պաշտպանի միջնորդությամբ նախկին падգամավորի դստեր հետ այս պահին էլ հոգեբան է աշխատում։ Տիկին Մանուկյանի համար շատ առանցքային է, գոնե թե ամսի 19-ին իր երեխային ծննդյան օրը շնորհավորելու հանգամանքը, ում 2 օր է ընդամենը մնացել, եթե մենք չունենանք այս շփման արգելքի փոփոխություն, ապա ցավոք պետք է ասեմ, բայց այդ երեխան կյանքում առաջին անգամ պետք է իր ծնունդը նշի առանց մոր ներկայության ու առանց գոնե մի խոսք շնորհավորանք իրենից լսելու։ Քրեակատարողական հիմնարկում տեսակցելու կամ գոնե հեռախոսով մոր շնորհավորանքը լսելու հնարավորություն երեխան կունենա, թե ոչ։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանը դժվարանում է ասել, քանի որ հուլիսի 17-ին, այսինքն ուղիղ 1 ամիս առաջ Արեգ Նազմանուկյանին կալանավորելու առաջին ատյանի դատարանի որոշումը վերաքննիչում բողոքարկելուց հետո առ այսօր պաշտպանական կողմը բախվում է տարբեր խնդիրների եւ գործի քննությունը ձգձգվում է։ Նախ տևական ժամանակ Մանուկյանի վարույթի նյութերը առաջին ատյանի դատարանից չէին հասնում վերաքննիչ դատարան եւ գործը որևէ դատավորի այդպես էլ չէր մակագրվում։ Այն բանից հետո, երբ Մայր Հայաստանի անդամները օգոստոսի 6-ին ցույց կազմակերպեցին դատարաններին վերահսկող բարձրագույն դատական խորհրդի առջև, պնդելով, որ այդ կառույցը նույնպես մեղսակից է 13-ամյա երեխայի տառապանքի համար, պարզ դարձավ, որ Մանուկյանի գործը օգոստոսի 5-ին մակագրվել է վերաքննիչ դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանին։ Սակայն առ այսօր պաշտպանները չեն կարողանում ստանալ գործը վերաքննիչի կողմից վարույթ ընդունելու մասին որոշումը եւ ըստ այդմ էլ տեղեկանալ, արդյոք նիստի օր նշանակված է թե ոչ, եւ եթե այո, երբ է որոշումը հրապարակվելու։ Կարծես թե հրահանգված լինի լրացուցիչ բարդություն ստեղծել Արեգ Նազմանուկյանի իրավունքների պաշտպանության ուղղությամբ, որի վերջնանպատակը լինի այս անմարդկային վերաբերմունքը մի օր ավելացնելը։ Ցույց տալու համար, որ 46-ամյա Արեգ Նազմանուկյանի դեպքում տարբերակված մոտեցում կա, փաստաբան Տաթևիկ Սողոյանը մատնանշում է նույն գործի շրջանակներում կալանավորված Մայր Հայաստան կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանի օրինակը։
Թևանյանը թեև այս նույն գործի շրջանակներում մեղադրվում է ավելի ծանր հոդվածով լրտեսության եւ պետական դավաճանության համար, սակայն նրա տեսակցությունների եւ շփումների վրա արգելք դրված չէ։ Նրան կարող է տեսակցել ցանկացած ոք։ Արեգնազ Մանուկյանը մինչդեռ մեղադրվում է միջին ծանրության հոդվածով պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հրապարակելու համար։ Ըստ մեղադրանքի Արեգնազ Մանուկյանը 2024 թվականին մասնակցելով ազգային ժողովի փակ նիստին պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է փոխանցել իր կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանին։ Մանուկյանը սակայն մեղադրանքը չի ընդունում։ Եվ Անդրանիկ Թևանյանը եւ Արեգնազ Մանուկյանը հունիսի 7-ի ընտրություններում падգամավորի տեխնացու էին առաջադրվել կալանավորված ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի առաջնորդած ուժի կողմից։ Այս ամեն ինչի մեջ բնականաբար պատժիչ եւ անմարդկային վերաբերմունքի տարը կարծում եմ շատ հստակ է երևում։ Իմ համոզմամբ, քանի որ բավականաչափ կամ առհասարակ իրենց հետ չի համագործակցել, իրենց նարատիվը սպասարկող, քարոզչությունը սպասարկող գործողություններ չի կատարել։ Իրենք ովքեր են։ Իրենք են մարդիկ, ովքեր այս քաղաքական գործի պատվիրատուներն են։ Որտեվ գործը իր բնույթով այո քաղաքական է եւ պայմանավորված է, այվ արդեն նախաքննական գաղտնիք էլ չկա այստեղ, այն գործունեությամբ, որ ծավալում են ընդդիմադիր պատգամավորները, ընդդիմադիր գործիչները, իդեմս պարոն Թևանյանի եւ տիկին Մանուկյանի։ Փաստաբան Տաթևիկ Սողոյանը չի բացառում, որ վերաքննիչ դատարանում կալանքի փոփոխման հարցի քննությունը միտումնավոր է ձգձգվում, որպեսզի մինչ այդ ավարտվի Արեգնազ Մանուկյանի գործի նախաքննությունը եւ այդ ժամանակ արդեն խափանման միջոցի հարցի քննությունը կփոխանցվի բուն գործը քննող Առաջին Ատյանի դատավորին։ Տպավորություն կա, ինչպես նախկինում են արել, որ գործ ուզում են, որպեսզի վերաքննիչ դատարանը չհասցնի որոշում կայացնի, արագ ավարտեն, նախաքննության ավարտ հայտարարեն, տան հանձնեն, այսպես ասած, գործը հիմնական քննող դատավորին եւ այդ փաստի ուժով վերաքննիչ դատարան ասի, դե քանի որ գործը արդեն ունի հիմնական դատավոր, ես կաշկանդված եմ նախաքննական կալանքի իրավաչափության մասին կարծիք արտահայտել։ Ինչու վերաքննիչ դատարանի դատավոր Մարինե Մելքոնյանը, ում եւ օգոստոսի 5-ին մակագրվել է Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխելու հարցի քննությունը, այդպես էլ գործը վարույթ ընդունելու մասին որոշումը պաշտպանական կողմին չի տրամադրում։ Ինչու է որոշման հրապարակման օրը առ այսօր անհայտ։ Դատարանից պաշտպաններին հայտնել են, թե որոշումը ուղարկվել է, բայց թե ինչու այդպես էլ փաստաբաններին չի հասնում, պարզ չէ։ Այս հարցերը ուղղել էինք դատարանների աշխատանքը վերահսկող բարձրագույն դատական խորհրդին։ Դեպարտամենտից սակայն Ազատությանը միայն փոխանցեցին, որ գործն ամբողջությամբ գաղտնի է, այն քննվելու է գրավոր ընթացակարգով եւ դատարանի որոշումից հետո կողմերը կտեղեկացվեն այդ մասին։ Հայաստանի իշխանությունը մեկնարկում է ավելի քան 3 տասնամյակ չգործող Գյումրի Կարս երկաթուղու վերակառուցումը։ Դեռ նախագծի մրցույթ կհայտարարվի։ Այսօր Շիրակի մարզայցելած տարածքային կառավարման նախարարը խուսափել է շինարարության կոնկրետ ժամկետ նշել։ Պարզ չէ նաև, թե հայ-ռուսական հարաբերությունների այս լարված փուլում ով կստանձնի նախագծի ֆինանսավորումը՝ Հայաստանի կառավարությունը, թե հայկական երկաթուղին կառավարող ռուսական ընկերությունը։ Գյումրի Կարս երկաթգծի հայկական կողմի 21 կիլոմետրանոց հատվածի շինարարության համար նախնական հաշվարկով $15 միլիոն է պետք։ Նախագծման աշխատանքներ ենք հայտարարել, նախագծման աշխատանքների մրցույթ ենք հայտարարել եւ օրենքով սահմանված կարգով, եթե մրցույթում հաղթող կազմակերպություններ ունենանք, հնարավորինս արագ ժամկետում նախ կանցնենք նախագծման փուլին, հետո նաեւ արդեն ուրեմն շինարարական աշխատանքների մրցույթի եւ բուն շինարարության փուլին։ Նախագծման աշխատանքների մասով միջազգային մրցույթ է հայտարարվել, բնականաբար հաշվի առնելով, որ հայաստանյան նախագծող եւ հայաստանյան կառուցող ընկերությունները այս մասշտաբի աշխատանքներ իրականացնելու փող ունեն, ինչպես կամուրջների դեպքում, ինչպես թունելների դեպքում, երկաթուղու դեպքում էլ մենք գնում ենք սովորաբար միջազգային մրցույթներ իրականացնելու ճանապարհով, այս դեպքում այո միջազգային մրցույթ է հայտարարվել։ Ես նաև հիշեցնեմ, որ չնայած կողմերի միջև պայմանավորվածություններին ու հայկական կողմում նաև Մարգարայի ցամաքային անցակետի վերանորոգմանը, Թուրքիան տարիներ շարունակ գործնական քայլերի չի դիմում ու չի բացում 90-ականների սկզբից փակ հայ-թուրքական սահմանը, Անկարայում հայ-թուրքական հաշտեցումը պայմանավորում են հայ-ադրբեջանական կարգավորմամբ։
Հիմա միջազգային անցուդարձի մասին, որտեղ օրեր շարունակ թեժ թեմա է ռուսական լիբերալ դաշտի հնաբնակներից Յաբլոկոյին նախ գրանցելու, ապա ընտրապայքարից դուրս թողնելու Պուտինի իշխանության որոշումը։ Ուկրաինայում պատերազմին դեմ արտահայտվող միակ ուժը չի հաշտվում Գերագույն դատարանի որոշման հետ ու բողոքարկելու է նաև այսօրվա որոշումը։ Արդյոք բարձրացած աղմուկի պայմաններում դատարանը կարող է Ռուսաստանի իշխանությանը ոչ հաճո որոշում կայացնել։ Ռուսաստանի Գերագույն դատարանի վերաքննիչ կոլեգիան այսօր մերժել է ընդդիմադիր Յաբլոկոյի բողոքը, որով կուսակցությունը պահանջում էր վերականգնել Պետդումայի ընտրություններին մասնակցելու իր իրավունքը։ Յաբլոկոն հայտարարել է, որ վերաքննիչ կոլեգիայի որոշումը շուտով կբողոքարկի Գերագույն դատարանի նախագահությանը։ Իշխանաբեդ Ռոդինա կուսակցության հայցի հիման վրա Գերագույն դատարանն անցած երկուշաբթի էր չեղարկել Յաբլոկոյի դաշնային ցուցակի գրանցումը ընտրապայքարից դուրս թողնելով կուսակցությանը։ Սեպտեմբերին կայանալիք ընտրություններին մասնակցող ուժերից Յաբլոկոն միակն է, որը դեմ է Ուկրաինայում ընթացող պատերազմին։ Ինչպես անցած նիստին, այսօր եւս Յաբլոկոյի կողմնակիցները հավաքվել էին դատարանի դիմաց։ Նրանցից շատերին ոստիկանությունը բերման է ենթարկել զգուշացնելով չմասնակցել չարտոնված միջոցառումներին։ Կուսակցությունը հայտնել է, որ բերման ենթարկվածների թիվը կարող է հասնել 35-ի։ Նրանց մեջ է նաեւ Sota Vision լրատվամիջոցի թղթակիցը։ Ազատության ռուսական ծառայությունը հաղորդում է, որ ոստիկանական բաժանմունք տարված քաղաքացիներին զգուշացնում են չմասնակցել անկարգություններին, թե որևէ իրավախախտման մասին հաղորդում չի ներկայացվել։ Յաբլոկոն նաեւ հայտնել է, որ թեև դատական նիստը բաց է հանրության համար, նիստերի դալիճ թույլ են տվել մտնել միայն կողմերին եւ լրագրողներին։ Մեղադրող կողմն ավելի ուշ հերքել էր սա։ Ընդդիմադիր կուսակցության դիմումը քննում էր 3 դատավոր Վլադիմիր Զայցևի գլխավորությամբ։ Հենց այս դատավորն էր 2018-ին օրինական ճանաչել նախագահական ընտրություններին ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի թեկնածությունը չգրանցելու մասին որոշումը։ Յաբլոկոն մեղադրվում է ենթադրաբար արտասահմանից ստացած նվիրատվությունների, ինչպես նաև Ռուսաստանում արգելված սոցիալական ցանցերում քարոզարշավ անցկացնելու եւ հեղինակային իրավունքի խախտումների համար։ Կուսակցությունն այս պնդումները համարում է աբսուրդ, ինչ վերաբերում է արտերկրից ֆինանսավորմանը, Յաբլոկոն հայտարարել է, որ դա կազմել է ընդամենը 16900 ռուբլի, կամ մոտ $200, որը հետագայում վերադարձվել է ուղարկողներին։ Կուսակցությունը նաև պնդում է, որ արտասահմանյան ֆինանսավորման հետքեր է գտել խորհրդարանական ընտրություններին մասնակցող մյուս ուժերի մոտ, այդ թվում իշխող Եդինայա Ռոսիայի, որը Յաբլոկոյի հաշվարկով ամենաշատ գումարն է ստացել՝ շուրջ 812 միլիոն ռուբլի։ Իշխող կուսակցության դոնորների արտասահմանյան կապերն ըստ Յաբլոկոյի հետազոտության ընդգրկում են 51 երկիր, որոնցից 22-ը Ռուսաստանում համարվում են ոչ բարեկամական։ Եթե նույն չափանիշները հավասարապես կիրառվեն բոլոր մասնակիցների նկատմամբ, ապա խորհրդարանական բոլոր կուսակցությունները եւ Ռոդինան պետք է զրկվեն ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, հայտարարել էր Յաբլոկոն։ Նույնը այսօր բողոքի քննարկման ժամանակ դատարանում ասել էր կուսակցության նախագահը։ Նիկոլայ Ռիբակովը կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցչին կոչ էր արել կամ ընդունել, որ Յաբլոկոյի դեմ մեղադրանքներն աբսուրդ են եւ պահպանել կուսակցության ցուցակի գրանցումը, կամ ըստ նրա ԿԸՀ-ն պետք է գնա մինչեւ վերջ եւ պահանջի, որ չեղարկվի մնացած բոլոր կուսակցությունների գրանցումը, քանզի ըստ նրա չափանիշները պետք է նույնը լինեն բոլորի համար։ Որովհետև չեն կարող լինել տարբեր չափանիշներ, որովհետև չի կարելի Յաբլոկո կուսակցությանը դուրս թողնել ընտրություններից եւ դատարանի որոշման մեջ ներառել փաստարկներ, որոնք կարող են վերաբերել բոլոր կուսակցություններին։ Իր խաղաղասիրական դիրքորոշման շնորհիվ Յաբլոկոն մեծ ժողովրդականություն է վայելում հատկապես երիտասարդների շրջանում։ Ընդդիմադիր ուժին աջակցել են նաև արտերկրում բնակվող մի շարք հայտնի ռուս ընդդիմադիր գործիչներ, որոնք օտարերկրյա գործակալներ կամ ծայրահեղականներ են ճանաչված Ռուսաստանում, սակայն կուսակցությունը հայտարարել է, որ ոչ մի կապ չունի ռուս վտարանդի գործիչների հետ։ Պետդումայի ընտրությունները նախատեսված են սեպտեմբերի 18-ից 20-ը։ Այս պահին կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատել է 10 կուսակցության գրանցումը։ Ուկրաինական լրատվամիջոցները հաղորդում են Դոնբասում ռուսական ուժերի նոր առաջխաղացման մասին։ Ռազմական գործողությունների մոնիտորինգով զբաղվող ուկրաինական Deep State նախագծի տվյալներով Պոկրովսկի քաղաքային օկրուգի կազմում գտնվող Նովո Ալեքսանդրովկա գյուղի մերձակայքի ևս 3 քառակուսի կիլոմետր հայտնվել է ռուսական վերահսկողության տակ։ Այս առաջխաղացման հետևանքով ռուսական զորքերը այժմ գտնվում են Դնեպրոպետրովսկի մարզի վարչական սահմանից մոտ 18 կիլոմետր հեռավորության վրա։ Պաշտոնական Կիևը այս տեղեկությունը դեռ չի մեկնաբանել։
Մինչ Իրանի եւ Օմանի միջև շարունակվում են Հորմուզի նեղուցի կարգավիճակի շուրջ բանակցությունները, Միացյալ Նահանգների նախագահը ըստ Fox News-ի ասել է, եթե Օմանն իրենց խանգարի, կռմբակոծեն նաեւ նրանց տարածքը։ Թրամփն այսօր կրկին վերահաստատել է պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը, որ Իրանը չպետք է ունենա միջուկային զենք։ Սրանք էին թողարկման թեմաները, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հիշեցնելով ազատություն.am կայքում լրահոսը թարմացվում է սոցցանցերի մեր էջերում, թե լրահոսը, թե նոր տեղեկությունները, նոր նյութերը թարմացվում են, հաջողություն։